Բարևում եմ ձեզ, ես նորից եթեր եմ դուրս գալիս, որոշ էլի հարցերի մասին ուզում եմ խոսել։ Եվ այսպիսով առաջին հերթում ինչի մասին եմ ուզում խոսել։ Ուրեմն ես ձգտեցի, որ Ջալալօղլում Ստեփանավանը մեր դպրոցի մի հատ հայաթը նայեմ, տեսնեմ ինչ կա եւ այլն։ Տեսնում եմ, ուրեմն դպրոցը քանդել է, տեղն էլ վարել է։ Այդ Քոչարյանի ժամանակ են արել։ Ուրեմն ապակա սերունդը թող չիմանա, որ այստեղ ադրբեջանցիք են եղել։ Բայց Խանքանդի քաղաքում այդ տաճարը քանդեցին, մայր տաճար, աշխարհով մեկ արին թե քանդել են եւ այլն։ Բայց ոնց է լինում դպրոցը քանդում են, հանրակացարանի պես կարող եք օգտագործել կամ ուրիշ, չգիտեմ, ուսանողների համար եւ այլն։ Ինչի համար քանդեցին։ Որ ինչ, ապակա սերունդը թող չիմանա, որ այստեղ ադրբեջանցիք են ապրել, հա? Ինչ կարիք կա։ Քոչարյանը ուրեմն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական այդ գյուղերը, շրջանները թալանեց, սաղ, ջարդփշուր արավ, ուրեմն հերիք չարավ, հիմա Հայաստանում եղած այդ ադրբեջանական մզկիթներն, չգիտեմ, դպրոցներն քանդուքարապ արեց, որ հետք չմնա։ Հետո ինչ։ Այս առաջինը, պետք չի, ինչի համար է քանդում, որ ինչ, գցենք թե քանդեցիք, ինչ հայցիք, ոչինչ բան։ Երկրորդը ուրեմն ես պարոն Փաշինյանին գնահատում եմ որպես ազգային հերոս, իրոք։ Գիտեմ, ոմանք կասեն, թե ադրբեջանցի սա ինչ գործն է եւ այլն, Հայաստանը իմ հայրենիքն է, ես անտարբեր լինել չեմ կարող։ Ուրեմն էլի կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը ազգային հերոս է։ Այն օրը դիտեցի Լեռնային Ղարաբաղից մի հայ հետ հարցազրույցը, վերջում շատ ինձ վատ տպավորություն տվեց այդ Լեռնային Ղարաբաղի Հովսեփյանը ինչ էր, չեմ հիշում։ Ուրեմն Հայաստան ինչքան օգնություն ցուցաբերեց Լեռնային Ղարաբաղին։ Դա էլ ասում է, թե մենք չենք տեսել, մեզ չի հասել եւ այլն։ Այս Բաքո Սահակյանին էլ ուրիշներին էլ դուք եք ընտրել, Արայքին էլ դուք եք ընտրել, փողը կլպել են, ոչինչ բան չի ասել Լեռնային Ղարաբաղի ուրեմն քաղաքացիներին։ Այս առաջինը, երկրորդը, վերադարձի մասին եք խոսում։ Ոչ մի ժամանակ դուք չեք վերադառնա, գիտեք ինչի համար։ Սաղ թալանեցիք տարակ, այդ փողհատուցումը ով է անելու։ Հայաստանն է անելու, հա, ձեզ համար։ Դուք էլ նորի կաք ու 30-40 տարուց հետո էլի նորից սկսեք, հա։ Այդ փողհատուցումը հələ մեր նախագահան շատ ոնց ասեմ, հարգանքներս մեր պարոն սիրելի նախագահ Իլհամ Ալիևին, որ հետո եթե որ պահանջի այդ փողը, եթե չեմ սխալվում, $100 միլիարդ այդ հաշվարկում։ Ով է այդ փողհատուցումն անելու։ Էլի Հայաստանը անելու, Լեռնային Ղարաբաղի հայերներ գալտեն քեֆ անեն, հա, այստեղ։ Այսել էս։ Եվ գիտեք, Նանե կար, բլոգերը, եթե չեմ սխալվում, Քոչարյանին հարցեր տվեց, քանի մարդ եք սպանել, հարցերը սպրվեց ու փաղավ չպատասխանեց։ Եվ իհարկե դուք գիտեք ինչքան մարդ սպանություն է եղել։ Մեկը դա մի նախադասություն էր օգտագործում։ Հայաստան տղամարդ կյավոչ։ Բայց եթե Հայաստան տղամարդ կավոչ, ոնց է այդ տղամարդկանց այս ընտանիքներին հրավիրում, որ քեզ ձայն տա։
ասում էր տղամարդ չկա, հիմա այլ ասում ես թե ես ընտրվեմ, ես կանեմ, այն կանեմ։ Ռսամոլս դու ինչ կարաս անես։ Ուրեմն ուզում ես ընտրվես նորից պատերազմ սկսի, հա։ Ռսները սկսեն, էլի ադրբեջանցիներն ու հայերը իրար կոտորեն, ինչի մա կոտորեն։ Մեղքը չեն։ Եվ հարգելի հայեր, սիրելի հայեր, ամբողջ հայությանն եմ դիմում։ Ես Թուրքիա դիմեցի պատմաբաններին եւ խնդրեցի այդտեղից այդպիսի փաստեր ուղարկեմ, որ ես լիարժեք կարողանամ գնահատեմ։ Ուրեմն այնտեղից ինձ գրեցին, ուղարկեցին, ուրեմն ռսները մտնում են հայկական գյուղեր, 1, 2, 3 գյուղեր գցենք թե, ուրեմն օրորոցից մինչև 100 տարեկան եւ այդ կողմ բոլորին սպանում են, բոլոր ոչ մի մարդ չի մնում, թալանում են, տանում են, մի քանի գյուղեր եւ մի քանի օրից հետո սկսում են թե գիտեք ովքեր արեցին, բայց թուրքերն են արել այս բոլորը։ Էլի մի քանի օր անցնում է, մտնում են թուրքական գյուղեր, թուրքերին են սպանում, էլի այդ 1 տարեկանից մինչև 100 տարեկան, ինչքան կա բոլոր ջարդապշուր են անում, թալանում են, մի քանի գյուղեր այսպես է լինում, դուրս են գալիս, մի քանի օրից հետո իբրև բացատրություն են տալիս, բայց գիտեք հայերն են արել։ Ուրեմն հայերին էլ, թուրքերին էլ ռուսական զորքն է բոլոր սպանում, ջարդապշուր անում, թալանում, հայերին ասում է թուրքերն են արել, թուրքերին ասում է հայերն են արել։ Այդ փաստ ինձ համար ուղարկեցին։ Ուրեմն ես որպես ադրբեջանցի, նախկին հայաստանցի, ասում եւ պնդում եմ, ոչ թուրքերն են մեղավոր, ոչ էլ հայերն են մեղավոր։ Այս հարցում ոչ հայերն են մեղավոր, ոչ էլ թուրքերն են մեղավոր։ Ամբողջ մեղավորությունը ուրեմն կրում է ռուսական զորքերը, վերջ։ 89 թվականում էլ փողոցի վերին ծայրից սկսած այդ սովետական միության զորքի նման են գալիս։ Մոտ 100-150 հոգի ռուսական զինվորներ կային, մոտավորապես այդքան էր։ Ճիշտ է, քաղաքացիներից էլ կար, բայց մեծամասնությունը սովետական միության զորքերի ուրեմն զինվորներն էին։ Տներն են մտնում ադրբեջանցիների տները, հանում են, թալանում են եւ կողոպտում են։ Սովետական միությունն էր։ Դու ինչ գործ ունես, ասենք թե հայերի հետ որոշ հարցերի պետք է լուծվեր եւ այլ հասկացանք։ Բա դու ինչ էր քիթդ խոտում։ Այդ սովետական միության զորքերի զինվորների մասին է խոսքը։ Դու ինչ գործ ունեիր։ Ուրեմն հրահրում եք։ Ուրեմն ռուսներն էլ 88-ից սկսած մինչև վերջ հրահրեցին հայերն ու ադրբեջանցիք իրար այս վիճակը ստացվեց։ Մենք հայերի հետ ինչ գործ ունենք կամ հայերը մեր հետ ինչ գործ ունեն։ Ես դիրեկտոր էի աշխատում։ Իմ կաբինետում Հեյդար Ալիևի լուսանկարներ եւ Կարեն Սերոբեջ Դեմիրճյանի լուսանկարներ։ Գորբաչովի նկարը չկար այդտեղ։ Մի անգամ էլ եկան ստուգեցին, տեսան, որ Գորբաչովի նկարը չկա այդտեղ, լուսանկարը չկա։ Ճիշտ է, ես էլ դեսուդեն արեցի, որ չկարողացա գտնեմ եւ այլ, բայց եթե ուզենայի իհարկե կգտնեի կար։ Ես միայն Հեյդար Ալիևի նկարը եւ Կարեն Սերոբեջ Դեմիրճյանի լուսանկարն էի դրել կաբինետում։ Եվ հարգանքնորով էլ մեր բոլոր դասատուները։ Քոչարյան, դու հայերի համար ինչ ես արել։ Ես մոտ 15-20 տարի հայ զավակներին ֆիզիկա մաթեմատիկա եմ պարապել։ Եվ հպարտ եմ, որ պարապել եմ։ Եվ հպարտ եմ, այսօր էլ եմ ասում։ Ոչ մեկից էլ ես չեմ վախենում։ Եվ Քոչարյանին եմ հարց տալիս։
դու հայերի համար ինչ արեցիր։ Միան մահ եւ զոհ վերեցիր։ Հիմա այլ ուզում եմ ընտրվի։ Ինչ խելքով ես ընտրվում դու։ Հիմա ուզում ես նորից հայերին ֆրցնես, հա։ Մի անգամ ֆրցրեցիր։ 10 տարի հետո էլ Սարգսյանին վերեցիր։ Ուրեմն մի հատ գերի հետ ես խոսակցություն եղավ Սարգսյանի ժամանակ։ Ասում է մեզ Խոջալից 3 կամ 4 կիլոմետր հեռավորությամբ թմրամոլ ենք մշակում։ Այդ գերին ասավ, այդ ադրբեջանցին ասավ։ Ու ասացի, բայց ումն էր, ինչ էր, ինչ գործ էր, ասաց թե ասում են թե Սարգսյանինն է։ Թմրամոլ են մշակում։ Այդ էլ այն։ Քոչարյան, դու Հայաստանի համար, հայերի համար ինչ ես արել դու։ Փոքր 4 տարեկան էր, եթե չեմ սխալվում։ Գրքին վերցրած հարցնում է, ուր ես ուզում, ուր ուզում է, Ղարաբաղ եմ ուզում։ Փոքր երեխա է։ Դու էլ էր Ղարաբաղ ուզում, բայց ինչի չմահացար։ Հարցը ծննդաբերությունը Ամերիկայում անում։ Որ երեխաները եթե գործերը լավ չլինի, Ամերիկա տեղափոխվեն։ Կամ սրանցից որևէ մեկի բարեկամները զոհվեց, ոչ մեկն չզոհվեց։ Հիմա այլ ուզում են նորից, երաբլուրը գոնե չեք տեսնում, չես ամաչում արատում։ Երաբլուրը մենակ Լեռնային Ղարաբաղի հայերն են, հա։ Ինքդ էլ ասում ես, թե Հայաստան տղամարդ կյավոչ, հա, բա հիմա ոնց ես ընտրվում դու։ Ուրեմն ես, որպես ադրբեջանցի նախկին հայաստանցի, պարոն Նիկոլ Փաշինյանին արդարացնում եմ, եթե ես այնտեղ լինեմ դրան ձայն կտայի, միանշանակ, արժանի տղամարդ է, հայ ազգի հերոս է, ես եմ ասում ձեզ։ Իհարկե իր բոլոր անդամներն էլ, Ալեն Սիմոնյանն էլ, Քոնջորյանն էլ, Վահագն Ալեքսանյան կա դա էլ, Հովանեսյան կա դա էլ, մնացած բոլորն եմ չեմ կարող հաշվարկել, բոլորից էլ ես շատ գոհ եմ։ Հայաստանի ապագայի մասին եմ մտածում։ Ինչ կարիք կա նորից Քոչարյանին ընտրեն ու պատերազմ սկսի։ Պետք է ձեզ, մեզ էլ պետք չի։ Էլ եմ կրկնում, եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ուզում են վերադառնան, փոխհատուցումը թող Ադրբեջանն ուղարկեն, նոր այդ հարցերը կլուծվի։ Բա այդ ով թալանեց, ով տարավ։ Քոչարյանն ու Սարգսյանը։ Քոչարյանն ու Սարգսյանը։ Բերեք այդ փողերը հանձնեք Ադրբեջանի բյուջեն։ Հիմա ընտրվում են։ Բերանն ծուրտիկ բռնելով այնտեղ այստեղ պարոն Փաշինյանի մասին ավելի պակասներ է խոսում։ Բայց չեք ասում մենակ Հայաստանի համար չի։ Ամբողջ աշխարհն է դիտում։ Ինչ կասեն մեզ։ Հայերի մասին ինչ կմտածեն։ Ամոթ չի։ Իհարկե ամոթ է։ Մեր ձեր Հայաստանի վարչապետը նորից Նիկոլ Փաշինյանը կընտրվի, արժանի տղամարդ է, հայասեր մարդ է, այո, նշում եմ հայասեր մարդ է, եւ թե լորվա ժողովրդին, թե այդ մյուս շրջանների բնակիչներին դիմում են, որ պարոն Նիկոլ Փաշինյանին ձայն տակ։ Եվ Սամվել Կարապետյան։ Ծառուկյանը լավ տղամարդ է, գիտեմ, կարդացել եմ, շատ եմ կարդացել, բայց պարոն Ծառուկյան, դուք վարչապետի մասալացու չեք, մի նեղացեք։ Ես ձեզ հարգում եմ ձեզ, բայց վարչապետի մասալացու չեք։ Մնաց Սամվել Կարապետյան։
Սամվել Կարապետյան, ձեզ հարց եմ տալի, առաջները Վարանցով է եղել, հետո Կալինոյ է եղել, հիմա է Տաշիրա։ Եթե ասես Տաշիր բառը ինչ է նշանակում, ուրեմն 5-ով եմ գնահատում ձեզ։ Դու չգիտես Տաշիր բառը ինչ է նշանակում հայերեն։ Ռսամոլ ես, փող ես բաժանում ընտրողներին։ Դու հենց գիտես, որ փողերը բաժանում ես, այդ բնակիչներն է քեզ են ձայն տալու, ոչ մի դեպքում։ Հա այդ փողը կվերցնե, լավ են անում, թող վերցնե, բայց քեզ չեն ընտրի։ Մեկ էլ դու Հայաստանի քաղաքացի չես։ Եթե Հայաստանի քաղաքացի չես, ինչպես կարող ես դու ընտրվես։ Ոչ մի ժամանակ, ոչ մի դեպքում դու չես կարող ընտրվես։ Արանքը խառնում ես, կալուգայից ես եղել, ռսների հրահանգով։ Ինչ ես ստանալու, հայերին ինչ օգուտ կբերես դու, ամոթ է։ Վարչապետ ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրվի, լորվա ժողովրդին եմ նորից դիմում, Կարապետյանից ես ոչ մի օգուտ չկա, Քոչարյանից էլի ոչ մի օգուտ չկա, միայն դուք ձայն տվեք պարոն Նիկոլ Փաշինյանին։ Եվ պարոն Փաշինյան, քանի որ ժամանակն էլ կա, Քոչարյանին էլ, Սարգսյանին էլ հանձնեցեք Ադրբեջան, Խոջալիի ցեղասպանության համար, թող դատվեն, ինչ գործ ունեն Հայաստանում։ Եվ ես ցանկանում եմ, որ պարոն Նիկոլ Փաշինյանը նորից վարչապետ ընտրվի, ես էլ շնորհավոր եմ, բարի օրեր եմ ցանկանում, հարգելի սիրելի հայ ժողովուրդ, պարոն Փաշինյանին ընտրեցեք, բարի օրեր եմ ցանկանում։